Ինչ մտահոգություններով եք բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հաշվի առնելով իշխանությունների վերջին տարիների հայտարարությունները, որ այս հարցը արտաքին օրակարգի առաջնահերթություն չպիտի դիտարկել, ինչ տեսակետներ եք առնչացել։ Եկեք շատ ճշգրիտ մեր դիրքորոշումը ցույց տանք հայոց ցեղասպանության հարցին։ Այո, մենք երբեք կողմ չենք եղել, որ հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը դրվի արտաքին քաղաքականության հիմքում, որովհետև համարել ենք, որ նման մոտեցումը դարձնում է հայոց ցեղասպանության ճանաչման այդ զոհերի հիշատակի հարգման հարցը քաղաքական մանրադրամ։ Եվ մենք տեսել ենք, թե ինչի է բերել այն հանգամանքը, որ հայոց ցեղասպանության հարցը դրվել է արտաքին քաղաքականության օրակարգում։ Արտաքին քաղաքականության ներողություն, հայոց ցեղասպանության հարցը դա Թուրքիայի պատասխանատվության հարցը ամբողջ մարդկության առաջ։ Դա միայն հայ ժողովրդի հարցը չի, դա Հայաստանի հարցը չի միայն, դա ասում եմ ամբողջ մարդկությունն է պահանջելու եւ պահանջում է պատասխան եւ ճանաչում Թուրքիայից։ Մենք սա չպետք է դարձնենք հայ-թուրքական միջպետական բանակցությունների հարց։ Սա ասում եմ Թուրքիայի պատասխանատվության հարցն է ամբողջ մարդկության առաջ։ Միևնույն ժամանակ, հիմա պատասխանելով այն հարցին, ինչով է տարբերվում մեր դիրքորոշումը Փաշինյանի տեսակետից եւ իշխանությունների տեսակետից, ես ձեզ ասեմ, ես դա հենց ուզում եմ նշել։ Տեսեք, չդնելով այդ հարցը, հայոց ցեղասպանության հարցը արտաքին քաղաքական օրակարգի մեջ, մենք այնուամենայնիվ միշտ համարել ենք, որ շատ բարձր պահվի հիշատակի հարցը, հիշողության հարցը եւ մարդկության տեղեկացվածության հարցը հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ։ Դա է պատճառը, որ 1995 թվականին 80-ամյակի կապակցությամբ ցեղասպանության երկու կարևորագույն որոշում ընդունվեց։ Մեկը այն էր, որ կառուցվեց ցեղասպանության թանգարանը առաջին նախագահի հրամանագրով 1995 թվականին եւ երկրորդ կարևորագույն որոշումը դա 80-ամյակին նվիրված ցեղասպանության լավագույն գիտնականների կոնֆերանսներ, որ տեղի ունեցավ Հայաստանում եւ առաջին նախագահը, եթե հիշում եք, ունեցավ հենց առաջին ելույթը այդ կոնֆերանսում բնորոշելով ցեղասպանությունը որպես ծանրագույն հանցագործություն, ոճրագործություն մարդկության նկատմամբ, որից եմ ասում, ոչ Հայաստանի, այլ հենց մարդկության նկատմամբ։ Եվ ես բոլորին խորհուրդ եմ տալիս այդ ելույթին ծանոթանալ, մենք անպայման կդնենք այսօր այդ ելույթը մեր, ասենք, սոցիալական ցանցերի հարթակներում, որպեսզի դուք կարողանաք այդ գնահատականին ծանոթանալ։ Այսինքն, մեր տարբերությունը հետևյալն է. մենք հիշողությունը վառ ենք պահելու միշտ։ Եվ եթե դուք տեսաք մեր կարգախոսը, այսօր մենք այս համաժողովրդական միջոցառումներին մասնակցեցինք հիշողությունը չես ջնջի կարգախոսով, որովհետև այ հիշողության վրա է, որ իրենք փորձում են հիմա կատարել ոտնձգություն, գրվում են հարցեր, տարօրինակ ակնարկներ, այն բանի մասին, թե արդյոք եղել է ցեղասպանություն, կամ արդյոք դա կարելի է կոչել ցեղասպանություն, կամ միացել պետք է ուսումնասիրել ինչ է տեղի ունեցել, եւ այլն եւ այլն։ Այսա մենք, օրակարգ երբ բերվեց, դա համարյա արդեն ներկայացնում են հայոց ցեղասպանության հարցը որպես ինչ-որ կայսրական մի բանի քարոզչության մի մոդել եւ այլն եւ այլն։ Այսինքն սա, չէ, մի հատ ավարտեմ, հետո հարցերը կտակ։ Այսինքն սա արդեն մեզ համար անհանդուրժելի է, որովհետև հիշողությունը մենք ոչ մեկին թույլ չենք տա ջնջել, իսկ այսօրվա իշխանությունները ցավոք սրտի զբաղված են հենց դրանով, կրկնելով մոտավորապես բոլշևիկների 20-ականների, 30-ական թվականների քաղաքականությունը,
որտեղ ուղղակի փորձում էին հայ ժողովրդին զրկել այդ հիշողությունից, այդ աղետալի ողբերգական ահավոր ժամանակների մասին։ Այդ մենք ես այս կապակցությամբ ուզում եմ պատմեմ մի էպիզոդ 1995 թվականին կարծեմ 96-ին Ստամբուլում էինք, կարծեմ Սևծովյան միջազգային այդ կոնֆերանսի մասնակից էինք եւ այդ ժամանակ ուրեմն ադրբեջանցիները այդ Բոսֆորի Դարդանելի նեղուցում նավերով անցնում էին եւ հայկական դրոշ էին վառում։ Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, ես կարծում եմ, որ դրոշ ես վառում, դա ավելի շատ ցավոք սրտի պարտության նվաստացման եւ թուլության հետևանք է։ Ես կգերադասեի, որ վառեն հայկական դրոշը։ Ես նոր բացատրեցի, որովհետեւ վառում են, երբ որ դու ես հաղթանակած։ Այսինքն դաշնակցությունը այն ինչ որ արել է տարիներ շարունակ։ Ես չեմ ցանկանում հիմա գնահատական տալ, ես ասում եմ ընդամենը, ես կգերադասեի մի իրավիճակ, որ մենք լինենք դրության տերը եւ վառեն մեր դրոշը։